Ես կարծում եմ, որ առողջ հասարակություն ունենք մենք։ Ամեն ինչ արվում է, որպեսզի մեր հասարակությունը հիվանդանա, ինչպես հիվանդ է մեր պետությունը, բայց հասարակությունը առողջ է, բազմակարծություն կա։ Անշուշտ կան հասարակության մեջ կան ձայներ, որոնք որ հասարակական չեն։ Հասարակական կարծիք չի դա։ Դրանք շեղումներ են, թյուրըմբռնումներ են, թյուրիմացություններ են։ Ես դրանց մասին չեմ հիմա խոսի, որովհետև ինչ կարիք է դրա մասին խոսելու։ Բայց ընդհանուր առմամբ իհարկե հակասական վիճակ է։ Մենք ուղղակի խորանում է, մեր պետությունը խորանում է ճգնաժամի մեջ։ Պատկերացրեք, որ առաջիկայում այս ընտրություններից հետո մենք ինչ ենք ունենում։ Առաջինը նախագահ, որը նշանակովի է։ Ազգային ժողովի նախագահ, որը միայն պետք է զբաղվի ազգային ժողովի աշխատանքները կազմակերպելով, ազգային ժողով, որը ընտրվում է հակասահմանադրական ընտրական օրենքով։ Պատկերացնում եք, սահմանադրության մեջ ֆիքսված է, շատ կոշտ գրված է, որ միայն համամասնական ընտրություններ պետք է անցկացվեն Հայաստանում։ Հիմա մեր ընտրական օրենսգիրքը ունի նաև մեծամասնական կարգ ռեյտինգայինով։ Ուրեմն տեսեք, ապրիլի 2-ից հետո մենք ունենալու ենք չընտրված, օրենքով չընտրված ազգային ժողով, ազգային ժողովի պատգամավորներով և նախագահով, ունենալու ենք նշանակովի վարչապետ, նշանակովի նախագահ, դրանք ընդհանրապես մանդատ չունեցող են, նույնիսկ ավագանի չեն որևէ գյուղում, նրանց ընդհանրապես ժողովուրդը ձայն չի տվել, ունենալու ենք նշանակովի սահմանադրական դատարան, ընդհանրապես դատարաններ, հետևաբար մեր պետությունը մտնում է խորը իրավական ճգնաժամի մեջ։ Հիմա էլ մենք ճգնաժամի մեջ ենք, որովհետև այս մեր կարգավիճակը Հայաստանի Հանրապետության կախվածությունը, ասենք Ղազախստանի, Բելոռուսի, չեմ ասում Ռուսաստանի, գիտեք, մենք Ռուսաստանի հետ երկկողմանի բազմաթիվ պայմանագրեր ունենք, որոնք այսպես ասած երկկողմանի էին, գործընկերային են, իսկ այստեղ մենք միության մեջ ենք, որտեղ քվեարկում են մեր դեմ կամ մեզ կողմ, մեր կարծիքին կողմ քվեարկություն է արվում և մենք զրկվում ենք ինքնուրույն, ինքներս որոշում կայացնելու իրավունքից զրկված ենք։ Հիմա պատկերացրեք, որ մեր պետությունը այս հիվանդ վիճակում առաջարկում ենք բարեփոխումներ։ Բարեփոխումներ ովքեր պետք է անեն։ Դրսից անհայտ, անբասիր կենսագրությունով որևէ մեկը, նախ ինչ է նշանակում անբասիր կենսագրություն։ Այսինքն իշխանական համակարգի մեջ երբևէ ընդգրկված չեղած մարդը կարող է ունենալ անբասիր կենսագրություն։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացի հենց որ հայտարարում է, որ ինքը ծրագիր ունի Հայաստանի Հանրապետությունը բարեփոխելու, օրենքները բարեփոխելու, մեր կյանքը լավացնելու, ես ասում եմ ծրագիր է։ Չէ, ծրագիրը ցույց տուր։ Նախկին պաշտպանության նախարարի ծրագիրը վստահություն է ներշնչում։ Մենք, այո, ես հավանում եմ այդ ծրագիրը, հիմա մանրամասները չեմ կարող ասել, որտեղ ինքը դա կանի։ Ես կարծում եմ, որ ինքը նախ իր կենսագրության մասին, եթե մենք խոսենք, շատ լավն է կենսագրությունը։ Իսկ ձեր այն հայտարարությունը, որ մարտի 1-ի, հոկտեմբերի 27-ի հետ ինքը համաձայն չէր, ձեզ քննադատում էին, ասելով, եթե համաձայն չէր, թող այդքան տարի չպաշտոնավարի, այ ձեր քննադատները հենց դրա մասն է։ Մենք ունենք մարդիկ, ովքեր որ համաձայն չեն եղել, օրինակ ես համաձայն չեմ եղել, 1996 թվականին ասել եմ համաձայն չեմ։ Ու դուրս եմ եկել քաղաքականությունից։ Հիմա պատկերացրեք, իմ նման լիներ ինչքան քանի հազար հոգի են պաշտոնյաները, այդքան պաշտոնյաներ հրաժարվում են։ Ես ակցիա եմ արել իմ այլախոհական կենսագրությանը հավատարիմ մնալով։ Ես դուրս եմ եկել։ Ես ասում եմ, ձեր ոչ մի պետական միջոցառմանը ես մասնակից չեմ մասնակցում։ Վատ բաներ եք անում իմ հայրենիքի դեմ եք դուք, ես ձեր հետ չեմ։ Բայց ես չունեմ հիմա աշխատանքային փորձ, հմտություններ, և նման շատերը կան, որոնք ասում են ոչ, ձեզ ասում են ոչ, նրանք գնում են կամ բանտ, ես էլ եմ գնացել հայկական պետությունում,
Հայաստանի Հանրապետությունը անկախ ինձ բանտ է ուղարկել դրա համար, ազատազրկել է, բայց եթե բոլորը ազատազրկվեն, ով է հաց թխելու, ով է բուժելու, ով է կրթելու մեզ։ Այսինքն եթե ժամանակին նախկին նախարարը ասել ոչ, գուցե եթե պատասխանատվության անպայման, որտեղ մենք գիտենք հիմա Հայաստանում կան իրենց քաղաքական հայացքների համար անազատության մեջ Այս տեսակետից պարոն Արշակյան, այ Վիգեն Սարգսյանը, հանրայինի եթերում հայտարարեց, որ ամեն ինչ անելու են բանակում կոռուպցիոն դեպքերը բացահայտելու եւ պատժելու առումով։ Հիմա եթե Սերյան Օհանյանը այսպես ասեմ, դառնա խիստ ընդդիմադիր եւ Սերժ Սարգսյանի համար անցնին թույլատրելի սահմանը չկա մտավախություն, որ օրինակ նրան կարող են մեղադրել։ Կա։ Ես ասեմ նախ ողջունել է Վիգեն Սարգսյանի այդ քայլը, հրաշալի բան է։ Թող մաքրի։ Իսկ եթե հանկարծ նախկին նախարարները Եթե նախկին նախարարը Սերյան Օհանյանը ունի այդպիսի մեղք քրեական գործ կա, որը նա պետք է պատասխան տա։ Ես անձամբ վստահ եմ, որ նա մաքուր է։ Ինքը ասել է ինձ, անձամբ ասել է, ես մաքուր եմ։ Քրեական որևէ բան չկա իմ մասնակցությամբ։ Ինքը չի վախենում, որ իր վրա կա քրեական գործ։ Իսկ սարքել արդեն չեն կարող սարքել։ Արդեն դժվար է, որովհետև նա արդեն հանրային մեծ թափ վերցրած գործիչ է։ Դա կարող է շատ ծանր հետևանք ունենալ սարքողների համար։ Այսինքն կա մի բան, որ այդ սահմանը, վտանգավորության սահմանը փոխարինվում է, անցնում են մի այլ վտանգով։ Էլի վտանգավոր է։ Մենք չգիտենք ինչ է, օրինակ ասենք, հայտնի է, չէ՞, հոկտեմբերի 27-ը եղել Հայաստանում։ Հեռու չգնանք։ Դա ապացույցներ, լուսանկարներ պետք չեն։ Եղել է հոկտեմբերի 27։ Ամենապաշտպանված Հայաստանի քաղաքացիները զոհվել են։ Ամենապաշտպանվածները։ Հիմա իհարկե Սերյան Օհանյանի համար վտանգավոր է։ Իմ համար էլ վտանգավոր այս կարծիքը ունենալը վտանգ կա, ռիսկ կա դրա մեջ։ Ադրենալինի քանակը պետք է։